Ինչպես գիտեք, ամենաթեժ քննարկող հարցերից մեկն այն էր, թե ինչն է կարևոր դպրոց կառուցելը, թե գործարան։ Նման բանավեճ կար Նիկոլ Փաշինյանի եւ մեր ձեւով շարժման կողմնակիցների միջև։ Դա օրինակ մի թեմա, որը ինձ թվում է ակտուալ է, որովհետեւ մինչեւ այսօր թմկահարվում է դպրոցների մանկապարտեզների կառուցումը, ոմանք էլ քննադատում են դա։ Եկեք հասկանանք խնդրեությունը, սիրելի բարեկամներ, թե աշխարհը որ ուղղությամբ է զարգանում, ընդհանրապես զարգացած երկրներում ինչպես է։ Պետություններն ու քաղաքները ստեղծվելու զարգացել են դպրոցների ու մանկապարտեզների, թե արտադրական հզորությունների, աշխատատեղերի, գործարանների շուրջ։ Երբ իմանանք, թե աշխարհում ինչպես են ընդհանրապես զարգանում պետությունները, գուցե այս հարցը ստանա իր պատասխանը։ Եվ մենք բարձենք միասին, թե ով է մանիպուլացնում, ով է փորձում մանկապարտեզների դպրոցների կառուցումը թանկով ծախել ժողովրդի վրա ընտրվելու համար, եւ ով է փորձում դա շահարկել, նշելով, թե գործարաններ կառուցելն է պետության խնդիրը։ Եթե լինենք օբյեկտիվ, վերանանք, թե ովքեր են խոսում, ենթադրենք Փաշինյանը չէ սա, Սերժ Սարգսյանն է, Քոչարյանն է, ով ուզում եք դրեք։ Ով էլ սա հայտարարի, ես սա կասեի։ Հետևաբար, եկեք չանձնավորենք, լսենք Փաշինյանի ելույթը, որ նա ասում է պետք է ամեն ինչ կառուցենք դպրոցների ու մանկապարտեզների շուրջը, ապա կշարունակենք։ Կան բնակավայրեր, որտեղ նույնիսկ կրթահամալիրի տրամաբանությամբ կամ դպրոցի տրամաբանությամբ այս պահին բավարար չափով երեխեք չկան։ Հիմա քաղաքական ընտրություն պետք է կատարենք։ Եվ մեր ընկալումն է նա, որ այդ գյուղում բավարար թվով երեխաներ չկան, նաև այն պատճառով, որ այդ գյուղը ճանապարհ չունի, որ այդ գյուղը դպրոց չունի, որ այդ գյուղը մանկապարտեզ չունի, որ այդ գյուղը ամբուլատորիա չունի։ Եվ մեր խնդիրը պետքա լինի, որ դպրոցների շուրջ պետքա այդ ամեն ինչը դպրոց, մանկապարտեզ, ամբուլատորիա եւ ճանապարհներ դրա համար պետքա կառուցենք։ Եվ հետեւաբար մենք այս տրամաբանությամբ ենք գնում առաջ եւ դա համոզված ենք, որ ճիշտ տրամաբանություն է։ Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն ընդունում է, որ կառուցվում են բնակավայրերում դպրոցներ, որտեղ նույնիսկ երեխաներ չկան։ Օրինակ տեսնում եք, որ շատ են ԿՊԱ-ականները ինքնափիարվում Կիրանցում կառուցված դպրոցով եւ այլ բնակավայրերում, որտեղ օրինակ 300 հոգանոց դպրոց է, բայց հաճախում է 30 աշակերտ։ Ես ասում եմ, որ կարևոր է թե դպրոցի, թե գործարանների կառուցում, այսինքն դրանք մեկը մյուսին չպետք է հակադրել։ Այստեղ ուղղակի կա կարևորություն, առաջնահերթություն։ Պետությունս դրա համար է, որ որոշի առաջնահերթությունները։ Տեսեք, 30 աշակերտ սովորում է մի դպրոցում, մի բնակավայրում, որտեղ աշխատատեղեր չկան, իրենց ծնողները աշխատանք չունեն։ Մի կողմ թողնենք, որ իրենց ծնողները մի կերպ յոլա են գնում կամ կարող են հենց աշխատել դպրոցի համար։ Մեկը հավաքարար, մեկը պահակ, չգիտեմ, մեկը դասատու։ Եվ այսպես շարունակ, այգեգործ, կարող են այդպես, այսինքն դպրոցի կառուցումը նույնպես ստեղծում աշխատատեղ։ Սկզբնական շրջանում կարճաժամկետ, օրինակ շինարարների համար, հետագայում նշվածս մարդիկ իրենց մասնագիտություններով։ Եվ ավարտեց երեխան։ Ինչ պետք է անի։ Եթե գյուղում է ապրում, ցանկալի կլինի, որպեսզի նա մնա իր գյուղում եւ աշխատի իր գյուղում։ Կլինի այնտեղ, չգիտեմ, անասնաբույժ, կլինի գյուղատնտես, կլինի գուցե փոքր արտադրության ոլորտում, որտեղ գյուղին մոտ կլինի, բայց եթե չկա աշխատատեղ, եթե այդտեղ եկամուտ չի գեներացվում, իսկ դպրոցի եկամուտ չի կարող գեներացնել, ոչ էլ առավել եւս մանկապարտեզը։ Հետևաբար այդ երեխան արտագաղթելու է եւ վաղը չէ մյուսօր այնտեղ լինելու է ոչ թե 30, այլ գուցե 10 երեխա։ Այսինքն պետության խնդիրն է ստրատեգիական որոշումներ կայացնել եւ մենք հիմա կքննենք համաշխարհային փորձը եւ կհասկանանք, որ այն մարդիկ կլինի դա Նիկոլ Փաշինյան, Պողոս Թեպետրոսյան, իրականում գործին չի տիրապետում, եթե պնդում է, որ ամեն ինչ պետք է կառուցել մանկապարտեզների եւ դպրոցի շրջակայքով, այլ ոչ թե արտադրությունների։ Չեք գտնի աշխարհում որևէ քաղաք, որևէ խոշոր բնակավայր, որը կառուցվել է մանկապարտեզի եւ դպրոցի շուրջը։ Բոլորը կառուցվել են ինչ որ մի գործարանի շուրջ։ Օրինակ հենց մեր խորհրդային Հայաստանի ժառանգած հանրապետությունում բոլոր խոշոր քաղաքները կառուցվել են գործարանների շուրջը։ Իսկ գյուղական բնակավայրերը կոլխոզների, սովխոզների, այսինքն բաժանվել են այնպես, որտեղ կար տնտեսական գործունեություն եւ մարդիկ շատացել, շարունակել են ապրել այնտեղ, որտեղ եղել է տնտեսական ակտիվ գործունեություն։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Հայաստանը չի կարող լինել բացառություն եւ չկա աշխարհում մի երկիր, որը կառուցվել ու զարգացել է որևէ բնակավայր դպրոցի եւ մանկապարտեզի շուրջը։ Դպրոցներն ու մանկապարտեզները կառուցվել են այնտեղ, որտեղ մարդիկ գնացել եւ աշխատել են, այլ ոչ թե հակառակը։ Սա է տրամաբանությունը համաշխարհային։ Սովորաբար, եթե չկա տնտեսական բազա, որևէ բնակավայր չի գոյատևում։ Կամ նա դառնում է կցորդ կողքի
տնտեսական հզորություններ ունեցող բնակավայրին որպես սպասարկող, կամ պարզապես անհետանում է։ Եվ եզրակացնելով կարող ենք ասել. առաջինը, ստեղծվում են տնտեսական բազա մարդկանց գոյությունն ապահովելու համար, երկրորդ, ստեղծվում են բնակարանային պայմաններ, որ մարդիկ ապրեն։ Պետությունը դրա համար ապահովում է ենթակառուցվածքներ, իրականացնում է ծրագրեր, հիպոթեկային վարկեր կլինի, ինչ կլինի եւ այսպես շարունակ։ Նոր դրանից հետո կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, որպեսզի այդտեղ ապրող մարդկանց աճող սերունդը արդեն շարունակի այնտեղ ապրել։ Սա այնքան պարզ լոգիկա է, բայց ոչ թե սկսվում են վերջում։ Մանկապարտեզն ու դպրոցը դա վերջին գործողությունն է, այլ ոչ թե սկզբի։ Եթե արդեն ստեղծվել են այդ բնակավայրերում տնտեսական լավ պայմաններ, դա ուրիշ հարց է։ Հիմա իշխանական քարոզությունը գիտեք ինչի մասին է։ Եթե որևէ բնակավայրում նա տեսնում է միայն մանկապարտեզի եւ դպրոցի խնդիր, նշանակում է այնտեղ արդեն լուծված են տնտեսական բազայի խնդիրները, մարդիկ աշխատանք ունեն եւ ապահոված է բնակարանային խնդիրները, տների հարցը։ Ուրեմն նշանակում է այդ համայնքները լավ համայնքներ են։ Եվ հիմա, եթե Նիկոլ Փաշինյանի քարոզությունն ասում է, որ հիմնական մեր խնդիրը դպրոցներն ու մանկապարտեզներն էին համայնքներում, նշանակում է նախորդ իշխանությունները այս տարիների ընթացքում ապահովել են մարդկանց աշխատանքով եւ բնակարաններով։ Եթե այդպես չէ, ուրեմն մենք գործ ունենք սկզբունքի խախտման հետ, դուք գալիս եք վերջից, իսկ ինչու եք գալիս վերջից։ Մարդկանց աշխատանքի եւ բնակվելու պայմանները չապահովված, ինչպես կարելի է սկսել վերջից երեխաների դպրոցից ու մանկապարտեզից, եթե մարդը այդտեղ իր ընտանիքով ապրելու մտադրություն չունի եւ շուտով արտագաղթելու է։ Հիմա ես ձեզ կբերեմ թվեր միջինացված մոտավորապես իհարկե, թե հիմնական զարգացող եւ զարգացած երկրներում քանի տոկոսն է պետությունը տրամադրում կրթությանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ ենթակառուցվածքներին։ Ես կարող եմ բերել մի քանի երկրի օրինակ Հարավային Կորեայից սկսենք։ 40%-ը դա արտադրություն է, արդյունաբերություն է, որ պետությունը ներդրումներ է անում։ 25%-ը մոտավորապես տրանսպորտ եւ լոգիստիկան, ճանապարհներ, ասֆալտապատում, կամուրջներ եւ այսպես շարունակ։ 10%-ը բնակարանաշինությունն է։ Եվ միայն վերջում 10%-ը կրթություն, դպրոցներ, մանկապարտեզներ։ Մենք կարող ենք նայել եվրոպական երկրներ։ Ես բերում եմ օրինակներ, որոնք շատ իսկ քիչ չափերով կարող են համադրելի լինել Հայաստանի։ Էստոնիան կարող ենք նայել, եվրոպական պետություն, արդեն Եվրամիության անդամ, որի հետ մենք շատ ենք նմանություններ փորձում գտնել, փորձում ենք լավ դրական փորձը սովորել։ Նայենք Էստոնիային։ Էստոնիայի օրինակով փորձում են թվայնացնել մեր տնտեսությունը, տեսնենք թե այս ոլորտում ինչ է անում, պետական միջոցները ինչպես են ուղղվում։ 30%-ը, այսինքն միշտ առյուծի բաժինը պետական ներդրումների գնում է արտադրություն, արդյունաբերություն։ Դա կարող են ծրագրեր լինել, դա կարող է սուբսիդիաներ լինել։ Դա չի նշանակում անպայման պետությունը պետք է գնա եւ գործարան բացի եւ բանվորներին հավաքի տանի աշխատացնի։ Ոչ։ Դա նշանակում է պետական միջոցները մեր բոլորիս հարկերը արդյունավետ ծախսել։ Ինչպես տեսնում ենք, բոլոր պետությունները դուք չեք կարող բերել նորմալ որևէ երկիր, որ այս լոգիկան չի աշխատում։ Բոլորում առյուծի բաժինը պետական ֆինանսների ուղղվում է առաջին հերթին արդյունաբերություն, արտադրություն, այնուհետև տրանսպորտ, ենթակառուցվածքներ, երրորդը բնակարանաշինություն, որ մարդիկ ապրելու տեղ ունենան, եւ նոր դրանից հետո կոմֆորտը, կրթությունը, զարգացումը։ Դուք ինքներդ արդեն սրանից կարող եք եզրակացնել, թե ճշմարտությունը որտեղ է։ Չի կարելի հակադրել դպրոցը գործարանին, բայց սկզբում գործարանն է, հետո դպրոցը։ Իսկ եթե մարդիկ պետք է այդ դպրոց մանկապարտեզ հաճախելուց մի քանի տարի հետո արտագաղթեն այնտեղից, ապա պետությունը ուրեմն չի հասկանում, թե ինչ է անում, եւ ընդհանրապես պետական իշխանավորները զբաղված են շատ էժանագին շոուով, PR-ով ընտրություններից առաջ ձայներ հավաքելու համար։ Իսկ թե հետո ինչ կլինի այդ բնակավայրերի ապագան, նրանց մեծ հաշվով չի հետաքրքրում։ Արդեն ընտրությունը ձերն է որոշելու, թե իրականում նրանք մտահոգված են այդ բնակավայրերի զարգացմամբ, թե ուղղակի սեփական իշխանության վերարտադրությամբ։